Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքական մեկնաբան Արմեն Հովհաննիսյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան։ Ողջունում եմ, ողջունում եմ։ Պարոն Հովհաննիսյան, Նիկոլ Փաշինյանը մեկնեց Մոսկվա, վաղը կմասնակցի այնտեղ, ավելի ճիշտ մայիսին կմասնակցի այնտեղ տեղի ունեցող միջոցառումներին հայրենական պատերազմի 80-ամյակի շքերթին, դուք դա ինչպես եք մեկնաբանում։ Մեկնաբանում եմ, որ ես չգիտեմ, թե ինչ է հայրենական պատերազմը։ Ինձ համար անհասկանալի դա եզրույթ է։ Ինչ հայրենական, ում հայրենիքի մասին է խոսքը, ինչ կապ ունի Փաշինյանը այդտեղ, սա մեկ ես ինչ կապ ունեմ, որովհետև Փաշինյանը դա ահավոր իմ դուրը չի գալիս, բայց ավաղ նաև ինձ է ներկայացնում այնտեղ, ես այդ հայրենիքի հետ ինչ կապ ունեմ եւ այլն։ Այստեղ բազում հարցեր կան։ Հարցը այն է, որ աշխարհը հիմա հստակ բաժանված է երկրների, որոնք համակերպված են կամ փորձում են համագործակցել Ռուսաստանի քաղաքականության հետ եւ երկրների, որոնց համար դա անընդունելի է։ Այդ երկրները երկրորդ խմբի ավելի շատերն ավելի ազդեցիկ են, ավելի հարուստ են, ավելի իրենց քաղաքացիների իրավունքները եւ բարեկեցությունը ավելի բարձր մակարդակով են ապահովում որպես կանոն եւ այլն։ Եվ Փաշինյանը գնալով Մոսկվա այդ երկրորդ աշխարհամարտի հետ պատահականորեն համընկեցրած միջոցառմանը ավարտի հետ փաստորեն իրեն դասում է առաջի խմբին եւ սա որոշակի հետևանքներ է ունենալու ոչ միայն Հայաստանի Հանրապետության համար, այլ նաեւ անձամբ իրեն համար։ Ես չեմ կարծում, որ մեկը համարձակվի 26 թվականին հատկապես դրսից գալ եւ հայ ժողովրդին ասել, որ ձայն տվեք Փաշինյանին, որովհետեւ նա արևմտամետ է, դեմոկրատ է, չգիտեմ ինչ է եւ այլն։ Նա արդեն սա կնիք է դնում իր գործունեության վրա։ Առարկայական որոնք են լինելու բացասական հետևանքները Հայաստանի համար։ Այն օրենքը, որ ընդունել են ազգային ժողովում եվրոինտեգրացիայի, հաշվեք թե չեն ընդունել։ Սա ամենևին չի նշանակում, որ Հայաստանը չի եվրոինտեգրվելու, բայց հասկանալի է, որ ոչ ԿՊ-ի օրոք եւ որ ոչ ԿՊ-ի ղեկավարությամբ։ Սա մեկ։ Երկրորդը բազում կապեր, որ ունենք մենք արևմուտքի հետ եւ որի շնորհիվ մենք գոնե կարողանում ենք նվազագույն խաղաղություն այսօր ապահովել, ավաղ մեր անվտանգային համակարգը այնպեսի վիճակում է, որ ինքնուրույն դա չեն կարող անել։ Եվ այստեղ մեծ հարցեր են ծագելու։ Սա երկու։ Երրորդը մյուս անգամ, երբ որ Ռուսաստանը իր հերթական կամ նախկին պահանջները դնի մեր դիմաց, ես չեմ կարծում, որ շատ տեղ է մնում մերժելու։ Դա 3։ Չորրորդը հիգիենիկ։ Գիտեք, բաներ կա, որ հատուկ քիմիական այսպեսի տոքսիկ ցեխեր կա, աշխատողները դուրս գալուց պարտապես հատուկ քիմիական նյութերով բան պիտի ցնցող ընդունեն, որպեսզի կարողանան այլ մարդկանց հետ շփվել։ Ատոմակայաններում է նաև այդպես։ Հիմա այդ Պուտինի ձեր սխմած այն Լուկաշենկոին, ադրբեջանցիների շքերթ ընդունող, դուք պատկերացնում եք ինքը այնտեղ կանգնած է լինելու, ադրբեջանցիները դիմացով անցնելու են եւ ստացվում է, որ ինքը ընդունում է ադրբեջանցիների շքերթը նաև։ Այդ ազնվությունը գալու է Հայաստան առանց այդպեսի ցնցուղի գալու է եւ ընկնելու է ժողովրդի լեզվով ասած մարդամեջ։ Պիտի շփվենք, պիտի խոսա, կռիվներ անի ազգային ժողովում իր բանը սովորության համաձայն։ Մեզ կյանք սովորեցնի, որ մենք սխալ ենք ապրել վերջի 2000 տարում, որ ինքը գիտի թե ինչպես է պետք ապրել։ Եվ այդ ամենը բացի այդ ամեն ինչից ունի ահավոր հոգեբանական եւ էսթետիկ ցածր այսպես ցածրորակ երևույթ։ Նիկոլ Փաշինյանը այս առումով հակասական մտքեր է ասում, օրինակ նախորդ տարիներին, որ չի մասնակցել, բացի այս տարվա մասնակցությունը մեկ անգամ է մասնակցել 23 թվականին,
18-ին 19-ին նշել է, որ Արցախում եռատոնի է մասնակցում, հետո 25 COVID-ն է առաջ բերել, հետո ասել է, որ տարօրինակ կլինի, որ ամեն տարի շքերթին մասնակցեն։ Հիմա էլ ասում է, չպետք է այսպիսի միջոցառումները բաց թողնել, որովհետև դրանք կարևոր են, մեջբերեմ հա մի հատված, իհարկե միջոցառումը շատ կարևոր է նաև երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի համատեքստում, բայց նաև այդ հանդիպումներում քննարկվում են հարցեր, այդ թվում երկկողմ օրակարգի հարցեր, տարբեր հարցեր, նման առիթները բաց թողնելն այնքան էլ ճիշտ չի լինի։ Նախ ինչպես էր Ինչ հնարավորս։ երկկողմ հարցեր, նա Ալիևը չի գնում, եթե նա նկատի ուներ Ալիևին, մենք Բելարուսի եւ Ռուսաստանի հետ բազում երկկողմ հարցեր ունենք քննարկելու։ Լավ, մի ուրիշ հակասություն ասեմ։ Դուք շատ ճիշտ հակասություններ նշեցիք, բայց ամենամեծ հակասությունը այս վերջի տուր դմփոցը ոչ վերջին, հերթական, բայց թվով այս պայն վերջին տուր դմփոցը ազգային ժողովում ինչու փաստորեն մեղադրեց Փաշինյանը նախկիններին։ Ասես դուք օտարերկրյա գործակալներ եք։ Պարզ է, չէ՞ որ իրենք Մարս մոլորակի գործակալները չեն։ Իրենք կոնկրետ երկրի գործակալներ են։ Այսինքն իրենք Ռուսաստանի Դաշնության գործակալներ են, ասում է Փաշինյանը։ Եվ նկատի ունենալը, որ դա շատ վատ եւ ամոթալի բան է լինել Ռուսաստանի Դաշնության գործակալ, եթե դա ինքը չի, եթե դա նախկիններն են։ Իսկ դրանից հետո, 2 օր հետո գնալ մասնակցել մի միջոցառման, որը ամբողջ աշխարհում համարվում է խայտառակություն, բացատրեմ ինչու, որովհետև սա փորձ է սեփականաշնորել հաղթանակը երկրորդ աշխարհամարտում, արհեստականորեն շուկ տալ մի երևույթի, որը արդեն եղել է շատ տարիներ առաջ, բնականաբար պատմականորեն շատ կարևոր իրադարձություն է։ Երկրորդը արդարացնել ստալինյան ռեժիմի սարսափազդու հանցագործությունները, որոնք արվել են եւ նախորդին եւ երկրորդ աշխարհամարտի ընթացքում եւ դրանից հետո բազում ժողովուրդների արչեւ, նաեւ սովետական ժողովուրդների արչեւ, եւ արդարացնել Պուտինի շովինիստական, իմպերիալիստական, նաեւ այո ֆաշիստական քաղաքականությունը այլ ժողովուրդների նկատմամբ, օրինակ ուկրաինացիների, առաջին հերթին ուկրաինացիների։ Այդ միջոցառման գնալը ու այն խեղճուկրակ բաներին, նախկիններին արժեում նստած, անշար, անօգուտ եւ անշար, մեղադրել, որ իրենք ռուսական գործակալներ են, բա ինքը ինչ է։ Ցեն չանեն, գոնե չմեղադրի ուրիշներին, գոնե սուսուփուս գնա, եթե այդպես է, որ որոշել է պարտադիր պետք է գնար։ Արդյոք ԵՄ-ի հայտարարությունները տարածվելու են Հայաստանի եւ Նիկոլ Փաշինյանի վրա, թե ոչ թե դա պարզապես միայն ուղղված էր հենց տեխնացու պետություններին, իսկ Հայաստանը տեխնացու չէ։ Դա ակնարկեր բոլոր ուղղված էր տեխնացու պետություններին, օրինակ Սերբիա։ Տեխնացու պետություններից փաստորեն միայն Ֆիցոն է գնում, այն էլ ինքը Սլովակիան, ինքը տեխնացու չի, անդամ է կներեք Սլովակիան, բայց ինքը գնում է որպես Ֆիցո, այսինքն կառավարությունը նույնիսկ իրեն այնտեղ չի ուղարկում եւ պարլամենտը, այստեղ մեկություն կա։ Օրբանը գլուխ պահեց, հետաքրքիր չէ՞ որ առաջին տեխնացուները Ալիևը եւ Օրբանը պետք է լինեին գլուխ պահեցին, հասկացան թե ինչ է։ Հա, Վուչիչը այո, որպես տեխնացու, բայց այստեղ ուրիշ ներբություն կա։ Դա բաց ակնարկ է բոլոր նրանց, ովքեր համարում են, որ իրենք ունեն եվրոպական նկրտումներ, ցկտումներ, բոլորին։ Եվ դրա համար եմ ես ասում, որ այն օրենքը, որ արժեվ անցկացրին, կարելի է 1 օրում բազմապատկել 0-ով։ Եվ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իր գնալով, ես հիմա կասեմ, նաև իր խոսույթով, բազմապատկում է 0-ով։ Որ խոսույթով, կոնկրետ, հա? Կոնկրետ խոսում ենք, որ չասել մերկապարանոց։ Էստոնիացի լրագրողի հարցը, թե գնալը եւ եվրամիությունը եւ նույն տեքստը ինքը կրկնեց արժեում։ Բան է, չի ասում երբեք մի հանձնվիր, խայտարակվիր մինչև վերջ, անպայման պետք է մի անգամ էլ կրկնել արժեում, հա։ Ուրեմն, որ մենք չենք ուզում Ռուսաստանի հետ խզել, այսինքն ստացվում է, որ Պուտինի հրամանով շնիկի նման Մոսկվա չվազելը, դա արդեն խզել է։ Շատ հետաքրքիր հարաբերություններ են ուրեմն Ռուսաստանի հետ։ Ասենք այդտեղ հպարտանալու ոչ մի բան չկա, որ դրանք այդպեսին է։ Ուրեմն սա մեկ։ Երկրորդը
ինքը ասում է, որ մենք դիֆերենցված քաղաքականություն ենք վարելու, էլի վեկտոր չենք փոխում, սա չենք անում, չենք անում։ Այսինքն ընդունել են օրենք եւ ամիսներ անց ոչ թե ջուր են լցնում, ծծմբաթթու են լցնում այդ օրենքի վրա, որպես այդ հալվի գնա եւ մոռացվի։ Այս ամեն ինչն է ինչ պետք է իմանալ եւ դա չի կարող հետևանքներ չունենալ։ Ես չեմ ասում, որ իրեն պերսոնա նոն գրատա կհայտարեն, որովհետեւ Հայաստանը հարավային Կովկասը ավելի շուտ պետք է Եվրոպային, բայց պարտներական հարաբերությունների մասին իր օրոք եկեք մոռանանք, դա չի լինելու։ Իսկ Մոսկվա չգնալը ինչ հետևանքներ կունենար։ Ոչ մի բացասական եւ բազում դրական, այսինքն դուք այն երկրների ցուցակում ես, որոնք չգնացին, փողրաճն շուն գործադրվեց, դու կախման մեջ ես Ռուսաստանից, բայց չգնացին, այդ քեզ շկանշալ։ Ոչ մի լծակ ուղակի հիմա Ռուսաստանը չունի Հայաստանին վնաս տալու, այս պայն, ինքը այդ վիճակում չի։ Ոչ մի լծակ չունի։ Ոչ մի երկիր մեզնից չի նեղանա նրա համար, որ մենք չգնացինք Մոսկվա։ Ես չեմ պատկերացնում այդ ինչ երկիր պետք է լինի Ռուսաստանից բացի։ Իսկ գնալը ինչը Գեթ մեկ դաշնակից մենք ձեռք կբերենք, ասենք Բելարուսը դառնալու է Հայաստանի դաշնակից, Ռուսաստանը դառնալու է դաշնակից Հայաստանի, Qırğızստանը որևէ մեկը, որոնք մեզ ֆուտբոլի գնդակի նման տշում էին 44 օրի ժամանակ եւ դրանից հետո չեղմելով տշում են։ Այդ երկրների ինչպես իրենք կվերաբերվեն։ Մնացած աշխարհում բոլորը դա կընդունեին դրական քայլ։ Դրական։ Եթե մեկը գա ձեզ պատմի, իսկ կլինեն այդպեսի ուշիմ ռուսերեն ասած շուստրի անձնավորություններ, որ կփորձեն ձեզ համոզել, որ եթե չգնայինք կայծակը, ամպրոպը, ժանտախտը, երկրաշարժը, ջրհեղեղը Հայաստանը կտանեին, ուրեմն իրենք ստախոս են։ Ռուսաստանը չունի որևէ ուղակի լծակ ազդելու Հայաստանի Հանրապետությանը շատ մեծ վնաս տալու։ Փաշինյանի հանդեպ լծակները, այդ չեմ կարող ասել։ Հնարավոր է, որ կան կոնկրետ Փաշինյանի նկատմամբ լծակներ։ Հնարավոր է, բայց դա ինչ է նշանակում, որ մենք այդ լծակների պատճառով հարվածի տակ ենք։ Հայաստանի Հանրապետությունն է հարվածի տակ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին է հարվածի տակ։ Իր անձնական խնդիրների եւ կախվածությունների պատճառով։ Պարոն Հովհաննիսյան, գուցե կայծակը, հրաբուխը եւ այլն ոչ, բայց ջերմուկը, ծիրանը եւ մնացածը այո, որովհետեւ մենք պարբերաբար տեսել ենք, որ ինչ որ պատճառներ է Ռուսաստանը գտե հայկական արտադրության ապրանքների հետ կապված շուկայից դուրս անելու, ժամանակավոր պատճառը կասեցնելու։ Պատասխանատվությամբ ասում եմ, որ եթե Հայաստանը ֆունդամենտալ հարցերում չանի այն ինչ ուզում են ռուսները, ծիրանի խնդիրներ կունենանք, ջերմուկի խնդիրներ կունենանք, բայց բանը մենք ոչ կներեք թողներենից ծիրան աճացնող մեր հայրենակիցները իրենց շատ կարևոր լավ գործ են անում։ Ես ծիրան սիրում եմ։ Ոչ այն դերց ավելի, բայց ծիրան եմ սիրում։ Ուրեմն բայց Հայաստանի Հանրապետության լինելը, զարգանալը, ապագան ու անվտանգությունը ջերմուկից էլ կարևոր են, ծիրանից էլ կարևոր են։ Մենք կարող է ծիրանի փոխարեն, չգիտեմ, բան աճեցնենք, մանգո աճեցնենք, այդպես հանգամանքները լինեն, հա։ Ասենք ոչ ոք չի իմացել, որ Հայաստանում կարելի է կոնյակ արտադրել մինչև 19-րդ դարի վերջ։ Երբ մի ինչ ռուս կապիտալիստ որոշեց այդպեսի փորձարկում անել։ Ինչ որ մի բան անպայման լինելու է առաջին անգամ։ Ու ոչ ես, ոչ դուք հիմա չգիտենք դա ինչ է լինելու։ Մենք չենք կարող մեր ազատությունը, մեր երեխաների արժանապատվությունը, ազատությունը եւ անվտանգությունը փոխել ծիրանով եւ ջերմկով։ Սա մեկ։ Երկրորդը, երբ որ այդ օրենքը ընդունում էին ազգային ժողովում, իրենք չգիտեին, որ ծիրանը ունի Հայաստանը, ջերմուկ ունի, որ շուկան, որ մենակ Ռուսաստանում կարելի է սպիրտը ներկել համապատասխան գույնի եւ համտալ եւ կոնյակի տեղ ծախել, որ բնականաբար Եվրոպական միությունում այդ շիշը կտան համապատասխան տեղով, բնականաբար։ Իսկ այդ բաները չգիտեր Փաշինյանը, երբ որ այդպես անցկացնում էին ԱԺ-ում, երևի գիտեր, չէ։
Կամ եթե չգիտեր, ուրեմն այստեղ արդեն բան է, ինչ ասեմ, լուրջ կոգնիտիվ խնդիրներ կան, որ տարական բան է, որ եթե դու ճանապարհ ընտրել ես, ուրեմն որոշակի ժամանակ պետք է լինես ռիսկի տակ։ Հիշեցնեմ, ապրիլի 5-ի են հայտնի հանդիպումը Եվրամիություն, Միացյալ Նահանգներ, հա, Հայաստան, Բրյուսելում։ Ինչ ծրագիր ընդունվեց, անունը ինչ էր, դիմակայունության բարձրացնել։ Եվ ըստ որում բացի բաց եվրոպական այդպես քաղաքական լիդերները եւ բյուրոկրատները ասում էին, որ մենք կօգնենք, որ Հայաստանը լինի պակաս կախված Ռուսաստանից, որպեսզի երբ որ ինչ որ որոշում են ընդունում, չի ասում ինչ որ ավելի ազատ իրենց դա, այսինքն այդ ռեժիմ չապրի, թե գլխիս կտան, սոված կպահեն, չգիտեմ, կհարձակվեն վրես, Թուրքին վրես բան կանեն, սի կտան։ Դա է այդ ռեզիլիենս ծրագրի իմաստը։ Դա նշանակում է, որ այդ խնդիրը հայտնի է եւ լուծելի է։ Ես հիշեցնում եմ միշտ եւ հիշեցնելու եմ, որ երբ որ 2010-11 թվականին Վրաստանը ընտրեց եվրոինտեգրացիայի եւ եվրոատլանտյան նույնիսկ ինտեգրացիայի ճանապարհը, իրենք անհամեմատ ավելի վատ վիճակում էին, քան այսօրվա Հայաստանը։ Չկար պետություն, չկար կարգուկանոնի նշույլ, չկար միասնական ոստիկանություն, ոչ մի բան, այդքան չափ ոչ մի բան չկար։ Շունը տիրոջը չէր ճանաչում, մարդիկ վախենում էին տնից դուրս գալ։ Եթե իրենք հանցագործներ չէին եւ դուրս չէին գալիս հանցագործություն կատարելու նպատակով։ Սա էր Վրաստանի վիճակը։ Կարողացան հաղթահարել։ Հիմա կարևոր չի, Իվանիշվիլին քաղաքական խաղեր է տալիս բան, կարողացան արևմուտքի ուղակի օգնությամբ հաղթահարել, կարողացան, չէ՞։ Իսկ մեր վիճակում հաղթահարելու բան չկա համեմատ Վրաստանի, շատ ավելի բարվոք է։ Ինստիտուցիոնալ առումով Հայաստանը շատ ավելի բարվոք է, քան այդ ժամանակ բացարձակ failed state Վրաստանը։ Ուրեմն այդ բոլոր խոսակցությունները ինչ է, եթե հիմա Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը մնար իշխանության, մեծ Ծիրանով ու հանքաջրով պիտի վախեցնեին, չէ՞, դա իրենց համար նորմալ երևույթ է։ Այդ անելու էին։ Հիմա երկու տարբերություն ասեք, Մոսկվա պարադի գնացող Նիկոլի, մեզ ջերմուկով ու բանով վախեցնող Նիկոլի եւ Սերժի, Ռոբերտի, Լևոնի միջեւ։ Ես չեմ տեսնում արդեն այդ տարբերությունը։ Ես տարի առաջ դեռ ինչ որ բան տեսնում էի, այսօր չեմ տեսնում, ոչ մի բան։ Պետք է արդյոք Միացյալ Նահանգներում վարչակազմի փոփոխությունը հաշվի առնել եւ սպիտակ տան մոտեցումները Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում, թե ոչ, որովհետեւ մենք Ռուսաստանի հետ, այսպես ասած, կոշտ Հայաստանից դիրքորոշում տեսնում էինք մենակ Բայդենի իշխանության տարիներին եւ հիմա Թրամփը քանի որ սկսել է երկխոսության գնալ Վլադիմիր Պուտինի հետ, տեսնում ենք նաեւ մեղմացում Հայաստանի դիրքորոշումներում, թե զազուտ պատահականություն կարող ենք համարել։ Գուցե փաստի համար պատահականություն չէ, ինքը ձեր ասած հաստատ հաշվի առնած, ես մի բան ասեմ։ Տրամպի ադմինիստրացիան ուզում է մեծենա, չէ՞, Ռուսաստանի հետ։ Ակնհայտ է, ինչ որ չափով։ Հավատացնում եմ, եթե Տրամպի ադմինիստրացիան Ռուսաստանի հետ 50 մոտակա տարի ֆանտաստիկ բան եմ ասում, կառավարեն Տրամպը եւ իր նմանները, եւ իրենք շարունակեն մեծենալ Ռուսաստանի հետ, հայ ռուսական այսօրվա մեծեցման մակարդակի 1/3-ին չեն հասնի։ Էլ ուր մեծենան։ Մենք 50-ի կարգի պայմանագիր ունենք, որ մեզ կախման մեջ է 50 Ռուսաստանից 50-ի կարգի։ Մենք մինչև այսօր ՀԱՊԿ-ի անդամ ենք, մենք ԱՊՀ անդամ ենք, մենք ԵԱՏՄ անդամ ենք, մենք ռուսական բազա ունենք մեր տարածքում։ Մենք երկրի մի 20%-ը կամա թե ակամա ռուսական գործակալներ են։ Այս սրանից ավել էլ ինչ։ Եվ նորից եմ ասում, ինձ խնդրում եմ խոսեք տարբերություններից։ Նախկիններ Նիկոլ, այս հարցում նախկինները այսպիսին են, սրանք այսպիսին չեն։ Հիմա այն ինչ որ դուք Ռուսաստանի պահով ասում եք եւ ճիշտ եք ասում, Նիկոլը դա անում է, Փաշինյանը դա անում է, այս վարչակարգը դա անում է, ես համոզված եմ, որ առանց ֆանատիզմի շատ ավելի չափավոր ձևով կա Սերժ Սարգսյանը, շատ ավելի ռադիկալ ձևով, բայց մեկ է անելու էր Քոչարյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Սա է իրողությունը, ես տարբերություն չեմ տեսնում։ Այդ երրորդ հանրապետության այդ բանը անիմաստության շրջանից ելք այսօր չկա։ Այդ ելքը ընդհանրապես կա, բայց հաստատ դա Նիկոլ Փաշինյանը չի։ Նիկոլ Փաշինյանը այդ մեզ կապած շղթայի մի օղակ է։ Դա է խնդիրը։
ու ես չեմ դիվայնացնում իր կերպարը, ինքը եսի մի չի համատած նախկինների, ոչ էլ իրենք համատած իրեն։ Ոչ մեկունը չեմ դիվայնացնում, չեմ սիրում, երբ որ դիվայնացնում են, բայց փաստը որ դա մի մարդ է, որը Հայաստանի ինքնիշխան ազատ հանրապետության, որտեղ ապրում են ազատ բարեկեցիկ մարդիկ, օրենքի այսպես հովանու ներքո եւ այլն, այդ մոդելի ոչ կողմնակիցն է, ոչ էլ այդ մոդելի պաշտպանը։ Դա ակնհայտ է ինձ համար արդեն։ Իսկ Մոսկվա գնալը նորից եմ ասում, դա ընդամենը իմ նախորդ գիտելիքների վրա կնիքն է, որ ստուգված է բան կա, չէ, մենք փաստեր ստուգող կազմակերպություններ ունենք, չէ, ինչ որ փաստեր ստուգում, վերջում գացում է ստուգված է, սա այսպես էր կամ չէ, սա այսպես չէ։ Հիմա ես ստացա այդ կնիքը, որ ստուգված է, դու ճիշտ էիր Արմեն։ Ցավոք սրտի, դու ճիշտ էիր։ Այդքան բան։ Պարոն Հովհաննիսյան, ազգային ժողովի նախագահի մակարդակով հայտարարվում է, որ հյուսիսից Հայաստան փող է ուղարկվում, հիբրիդային պատերազմ է նախապատրաստվում կամ արդեն ընթացքի մեջ է Հայաստանի դեմ։ Սա, եթե ասել իշխանության մեկ այլ ներկայացուցիչ կամ իշխանամերձ լրատվամիջոց վերլուծաբան, սովորենք հա դրան, բայց որ ուղիղ արդեն բարձրաստիճան մակարդակով են հայտարարում, իսկապես արդեն իրավիճակը այդքան լուրջ է եւ այդ ըստ ձեզ ռուսական այդ հիբրիդային պատերազմը ինչպես կարող է դրսևորվել Հայաստանում։ Մի խոսույթը բաղվածքը դե գործողությունները կան, բայց այդքան էլ շատ չեն։ Իհարկե ոչ միայն Փաշինյանին է ոգևորում որոշակի քաղաքականություն, նա նաև ոգևորում է ռուսներին, եւ ես այստեղ պիտի մեր ռուսամորներին մի քիչ տրամադրությունները գցեմ։ Ոչ թե որ իրենք գալու են Հայաստանը նորից գցելու են գրպանները Վրաստանը, Ադրբեջանը, չէ, որ իրենք կարող են այս բանը տարածքը, տարածաշրջանը ինչ որ մեկի վրա լավ գնով ծախել։ Իրենք որոշել են ծախել Թուրքիայի վրա, Թուրքիան կներեք ինքը իրեն շարվար չի կարողանում առնել, այնպեսի տնտեսական վիճակում է Սիրիա ունի եւ այլն։ Հա, չի ստացվում։ Իրենք նոր գնորդ են գտել, այդ գնորդի անունը Չինաստանն է, որը իրենց ըստ իրենց, որում ես չհավատացած եմ, որ իրենք դա չեն քննարկել, համաձայնության չեն եկել։ Ըստ իրենք գալիս են, նորից ձև են անում, թե Հայաստանը իրենցն է, Փաշինյաններով բան իրենց գործիքներով, եւ հետո մեզ սկուտերի վրա այս անգամ փորձում են այն ժամանակ թուրքերին էին ծախում։ Փորձում են ծախել չինացիներին։ Սա է ամբողջ ռուսական քաղաքականության իմաստը, որովհետև իրենք հարավային Կովկասից ձեռ են քաշելու, բայց իրենք համարում են անարդար, որ 200-300 տարի, 200 տարի իրենք այստեղ տիրություն են արել ու հենց այնպես վեցնեն ու գնան։ Չէ, դա արդար չի, պետք է դրա տեղ ինչ-որ մի կոմպենսացիա ստանան։ Սա է ամբողջ Ռուսաստանի քաղաքականությունը եւ Տրամպի վերադառնում ձեր հարցին, պահվածքը իրենց էլ է ոգևոր։ Դրա համար եք, որ դուք ասում եք հիբրիդ պատերազմ, բան ցույց տալ, որ իրենք ուժեղ են, իրենց բոլոր քնած եւ զարթում գործակալներին ակտիվացնել, գցել մեր ջանը եւ այլն եւ այլն եւ այլն, այդ բանը երևի տեսել եք այդ բանը գնդակահարման ենթականների ցուցակները, լուսանկարները, հա, վինետկաները տեսել եք, ես էլ պատիվ ունեմ այնտեղ ներկա լինելու բան եւ դա այդ աշխատանքի բանն է եւ հիմա ինչն է հետաքրքիր, ինձ թվում է թե բոլոր ռուսական գործակալները վաղուց Հայաստանում բացահայտված են, բոլորին անձամբ գիտենք, երբ որ ես ասում անձամբ, ես շատերին անձամբ իսկապես գիտեմ, ոչ միայն այսպես հեռակա, հա, կարծես, բայց հիմա ես նայում եմ որոշ կառույցների պահվածքը եւ այլն, իրենք փաստորեն ուրեմն Ռուսաստանի վիճակը այնքան վատ է, որ իրենց վերջին քնած օջախներն են, դա կոչվում է այո, քնած բջիջներ, բանի, հետախուզության լեզվով, քնած բջիջներն են պայթեցնում, զարթնեցնում։ Տեսնում եք հիմա ինչ է կատարվում։ Եվ չզարմանաք, որ ԿՊԻ-ում էլ այդ բջիջները բավական շատ են եւ դրանք հիմա զարթնելու են։ Սա լավ կյանքից չի, նրանից չի, որ Ռուսաստանը մեկ էլ նորից դարձավ կայսրություն, բան, դա նրանից է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կամ են կողմ պետք է գնալ վերջի արմատական քայլերի։ Սա մեկ, երկրորդը Տրամպի ցանկությունները շատ մեծ են Ռուսաստանի հետ մերձենալու, այստեղ տարբեր պատճառաբանություններ կարող են լինել, չեմ ուզում դա քննարկել, դա շատ երկար խոսակցություն է, բայց արդյոք դա ստացվում է։
Արդյոք դա ստացվում է, որովհետև Պուտինը այն հեքիաթի պառավի նման անդադ մեծացնում է իր պահանջները եւ հասել է այն կետին, որ ամերիկացիները Ռուբիոն, Թրամպը արդեն ասում են Կելոգի բանի մասին չեն խոսում, որ էսի ռուսները էսի անկուստ են, անընդհատ ինչ որ ավել բան են ուզում, էս ինչ եղավ։ Իրենք հանուն ռուսների ամբողջ աշխարհի հետ կոնֆլիկտի մեջ գնացին, ամբողջ Եվրոպայի հետ, Մեծ Բրիտանիայի հետ, բրիտանական համագործակցության երկրների հետ։ Հիմնական պատճառներից մեկը, ոչ միակը, դա ռուսական հարցն է, չէ՞, այսպես ասած, ռուս-ուկրաինական պայքարն է։ Եվ դրա տեղ ինչ ստացան։ Եվ գիտեք ինչ այսօր հայտարարել Տրամպը, որ իրենք բրիտանացիների հետ տարիֆների հարցով հասել են համաձայնության։ Ծանր կոնֆլիկտից հետո այստեղ կա երկու պատճառ։ Մեկը, որ Տրամպը պատվեց, ես չեմ վախենում այդ բառից, Տրամպը պարտվեց Կանադայի ընտրություններում, այսինքն չստացվեց օպերացիան։ Ինչպես եւ Գերմանիայում դրանց առաջ չստացվեց, այլ ընտրանքը չհաղթեց։ Եվ Ավստրալիայում, այսինքն պարտվեցին տրամպականները, Տրամպի կողմնակիցները շատ լուրջ տարբերությամբ հաղթեցին իր ուղղակի հակառակորդները, սա մի բան է, որ պետք է գնալ կոմպրոմիսի, եւ երկրորդը, եւ շատ կարեւոր, որ մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանը իրեն չի պահում այնպես ինչպես պահում է, իսկ ռուսների պատճառով սա ամբողջ աշխարհի հետ կոնֆլիկտի մեջ մտնել չարժի, եւ եթե ինքը Բրիտանիայի հետ է լեզու գտնում, եթե ինքը ընդունեց Կարնիին, ընդունեց չէ 2 օր առաջ ընդունեց վարչապետին նոր, այսինքն նոր չէ, բայց վերընտրված։ Ուրեմն սա նշանակում է, որ ռուսական թեման կորցնում է իր առաջնային ակտուալությունը Տրամպի ադմինիստրացիայի համար։ Սա այ եթե դուք ինձ հարցնեք, սա ժամանակավոր է թե վերջնական, ես կդժվարանամ պատասխանել, որովհետև դա Տրամպն է։ Դա 24 ժամվա մեջ 4 անգամ կարող է փոխվել։ Ուր մնաց թե ինչ կլինի մի շաբաթ հետո, բայց այսօր թող մեկ-մեկը պարոն Փաշինյանին էլ ակնարկի, որ այդքան էլ լավ չի Ռուսաստանի վիճակը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները։ Պարոն Հովհաննիսյան, ինչ է կարծում, ժամեր անց պայթյունների ականատես կլինենք Մոսկվայի երկնքում, թե ոչ, որովհետև Զելենսկին ամեն դեպքում հայտարարություն է արել, որ չի երաշխավորում տարբեր պետությունների անվտանգությունը, ովքեր Ռուսաստանում են գտնվում։ Ճիշտ է արել, բայց բնականաբար Կարմիր հրապարակին չեն խփելու, դա գրեթե անհնարել է, բայց Մոսկվային եւ Մոսկվայի արվարձաններին եւ ռուսական այլ քաղաքներին խփելու է։ 2-3 օրվա մեջ ուկրաինացիները 600 ATS են օգտագործել ռուսական օբյեկտներին խփելու համար։ Եվ ես կարծեմ իրենք պատրաստ են 2 հետքան էլ օգտագործել, միայն հարամանեն Պուտինի այսպես կոչված տոնը։ Այնպես որ հարվածներ լինելու են, քիչ հավանական եմ համարում, որ դա լինելու է հենց Կարմիր հրապարակին եւ այլն այդ ժամերին դպարզ է, բայց հարվածներ լինելու են։ Այսինքն կարող է օդային տագնապ հնչել եւ ներկաները Կարմիր հրապարակում, այդ թվում Փաշինյանը այսօայն կողմ վազվզեն։ Այո, ես օրինակ անպայման կուզեի ուղիղ եթերում տեսնել եւ հաճույք ստանալ այդ տեսարանից։ Հնարավոր է տեսականորեն որոշակի շանս կա դրա, այո, հնարավորություն կա։ Վերադառնանք ներքաղաքական թեմաներին, ազգային ժողովում այնինչ տեղի ունեցավ, ինչ էր նշանակում հեղափոխական վարչապետ, որը 10 տարի առաջ իր ելույթում ասում էր, ես երազում եմ այնպիսի վարչապետ ունենանք, որին ժողովուրդը կասի լավ վարչապետ է, այլ ոչ թե այցով Հայաստան եկած պետության ղեկավարներին կասենք, ես ինչ լավ նախագահ էր, ես ինչ լավ վարչապետ էր, ինչու հիմա մենք ունենք մի իրավիճակ, որ էլի պետք է օրինակ զարգացած երկրների պետություններին ասենք Երանի ինքը լիներ մեր ղեկավարը։ Ցանկացած հեղափոխական իշխանություն որոշակի ժամանակ հետո այլասերվում է եւ ամենակարևորը կորցնում է հեղափոխական նպատակադրումը։
Բայց ես հիմա այդ ընդհանուր ֆրազա ասելով նկատի չունեմ, չմտածեք ԿՊ-ին եւ Փաշինյանին։ Իրենք այնքան արագ սկսեցին կորցնել այդ ամենը շաբաթների ընթացքում 18 թվականից սկսած։ Պարզապես մարդիկ այդ էйֆորիայի մեջ դա չէին նկատում, բայց դուք որպես լրագրող կամ ես որպես վերլուծաբան, ուսումնասիրող եւ լրագրող եւ այլն կարող ենք հաստատել դա, որը ցույց է տալիս, որ իրենք հեղափոխական մեծ առումով երբեք չեն եղել։ Ամբողջ ԿՊ-ի խմբակցությունում խորհրդարանական ես հազիվ հաշվեմ 10 հոգի, իրենք ինչքան են, մի 80-ի կարգի, չէ՞, դա 70 քանի 80 հոգի։ 10 հոգի հաշվեմ, որոնք իսկապես նախկին ռեժիմների դեմ պայքար են վարել, ինչ որ ընդհարումներ են ունեցել, ինչ որ խնդիրներ են ունեցել եւ այլն։ Բացարձակապես հավաքված են բանը, եթե ոչ նախկինների մաս կազմող, այդպեսիներն էլ կան, բավական շատ են, այլ պարզապես ոչինչ իրենցից չներկայացնող, իրենց համար հանգիստ, խարխանդ, հաճախ ոչ այնքան էլ վատ նախկինների օրոք ապրած մարդիկ։ Եվ հենց դա է, որ իրենք երբեք հեղափոխական որևէ իդեալի կրող չեն եղել, իրականում իսկ ով որ եղել է այդ միջավայրում եւ այլն եւ օբյեկտիվ պատճառներով նաեւ ինքը կորցրել է շատ արագ։ Եվ դրա համար սա պետք է լիներ վերջը։ Սա պետք է լիներ վերջը, այդ հիմա եթե նայում ենք, ես նորից եմ ասում, որ նույն նախկինները, եթե Սերժ Սարգսյանը լիներ հիստերիկ իրեն չկառավարող անձնավորություն, որ ինչը չէր։ Տարբերություն որևէ չեմ տեսնում։ Ռեակցիոն իրականում էլիտիստ, անընդհատ մարդկանց վիրավորող։ Ես այսքան վիրավորանք, ես մտածում էի, որ Սերժ Սարգսյանի հատկապես վերջի տարիների կառավարումը հայ ժողովրդին վիրավորելու ռեկորդակիր էր, չէ՞, համբալներ, սիբանա գնացեք աշխատեք, չէ՞, ինքը իր շրջապատումից զզվելին մթնոլորտ էր։ Բայց հիմա ամեն օր քայլիստները ավելի շատ են ասում, քան նրանք վերջին 3 տարում։ Անընդհատ բանը, որ մենք վատ ենք աշխատում, վատ ենք ապրում, որտեղ վատ ենք աշխատում, որտեղ լավ կադրեր չենք եւ չեն կարողանում իրենց բարձր նպատակները, որ դնում է այս կառավարությունը իր առջև իրականացնել, հայ ժողովուրդը հարգել վճարել չի ուզում, հայ ժողովուրդը կռվել չի ուզում, հայ ժողովուրդը իր անցյալի գերին է, հայ ժողովուրդը այլ երկրների կողմից ստեղծված պատմական կոնստրուկտների գերին է եւ այլն եւ այլն եւ այլն։ Ամեն օր շան լապ հայ ժողովրդի հասցեին ամեն 5 շաբթի, ավելի շուտ ամեն օր, չգիտեմ, որովհետև հրապարակային ամեն օր չի ելույթ ունենում Փաշինյանը, բայց ամեն այդ կառավարության նիստ իմ համար դա մի բան է, թե այսօր հայ ժողովրդին ինչու են մեղադրելու, որ անտաղանդ է, վատ շինարար է, վատ կազմակերպիչ է, կրթված չէ, աշխարհից ոչինչ չի հասկանում, լավը, այսինքն իրենց, լավը ինչ։ Օպել եք շուն գալիս Երևանի կենտրոնում է օպելով կանգնում։ Այո, այո։ Այսինքն բացարձակ արհամարանք հայ մարդու Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ։ Տեսեք, լավ, այո, ասեք։ Պարոն Հովհաննիսյան, այն որ Նիկոլ Փաշինյանն ասում է կուղարկեմ ԱԱԾ-ի պատվալներ, հենց քեզանից էլ կսկսեմ, հա։ Ճիշտ է, ընդդիմադիր են, Քոչարյանի թիմն է, վիճահարույց է, կոռուպցիա, ապօրինի հարստացում եւ այլն, ինչքան էլ որ իրենք ասեն անմեղենք, հայ ժողովուրդը գիտի, իր գնահատականը ամեն դեպքում տվել է, բայց վարչապետի այդ մոտեցումը ԱԱԾ-ի պատվալով վախեցնելու ինչ է նշանակում, արդյոք սա բնորոշ է ժողովրդավար պետություններին, թե Ալեն Սիմոնյանը ճիշտ է ասում, մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք ձեր նման մսից ու արյունից եւ մենք պետք է տեղավորվենք իրենց ասածի մեջ։ Ուրեմն չպետք է, որտեղ եթե մենք իրենց ասածների եւ արածների մեջ տեղավորվենք, մենք երբեք կյանքի բարձր որակ չենք ստանա։ Կյանքի բարձր որակ ունեն այն ժողովուրդները, որոնց քաղաքացիները այսօր եւ այսօր ապրող մարդկանց նախնիները չեն տեղավորվել այդ շրջանակներում։ Որ ժողովուրդները տեղավորվել են այ ռուսների նման, դարձել են թնդանոթի միսկ հանուն Պուտինի կայսերական ամբիցիաների, տասնյակ հազարաներով զոհվում են, անիրավ վախենում են մի հատ բան, անեկդոտ արդեն պատմեն լրիվ վերադարձել են։ Եթե դու ուզում ես երկիր ստեղծել, որտեղ կա բարձր կենսամակարդակ, քաղաքացու արժանապատվության եւ այլն բարձր մակարդակ, ապա դու չպետք է տեղավորվես այդ շրջանակների մեջ։ Պետք է տեղավորվես։
Ես սա չեմ ասում նրա համար, որ դա Ալեն Սիմոնյանն է կամ Նիկոլ Փաշինյանն է։ Թող լինի հարազատ, չգիտեմ, իմ հարազատ մարդ, որը անձամբ իմ համար շատ կարևոր է, եթե նա փորձի այդ շրջանակները մեր վզին փաթաթել, էդ էլ չպետք է ենթարկվենք։ Ուրեմն սա շատ կարևոր է։ Ըստ էության, այն ինչ որ ասում է, բացարձակապես անընդունելի է։ Ու ես կուզեի դեմոկրատ, որը անդադ ոստիկանություն է գովում եւ ԱԱԾ է մարդու վրա բերում, ցույց է տալիս, թե իրականում Փաշինյանն եւ իր շրջապատի արժեհամակարգը որ օրինակ ոչ միայն բան են սուտի հեղափոխականներին, այլ նաև սուտի դեմոկրատներ են, որտեվ ինձ համար հղում անել հատուկ ծառայություններին որպես մարդ ես ինչ-որ պետական գործիչ չեմ, դա ինչ ծայրահեղ ինչ-որ հանգամանքներ, օրինակ պետական դավաճանություն է կատարվում, իրական, հա, ինչ-որ այդ դիպում։ Դու ո՞նց կարող ես մարդուն, որի հետ համամիտ չես, որին սիրում ես, չես սիրում, կարևոր չի, որը քո դիմադիրն է, ինչ է վախեցնես հատուկ ծառայություններով, գաղտնի ոստիկանությամբ, որովհետև ԱԱԾ-ն դա այն է, ինչ որ աշխարհում կոչվում է գաղտնի ոստիկանություն։ Սա ցույց է տալիս գինը, այս ԿՊ-ի աշխարհայացքի, դա անընդունելի եւ տհաճ է, ահավոր տհաճ է։ Ոչ թե որ ինքը ասում էր աչքից լույսն է, հարցը դա չի, բայց նորից եմ ասում, տեղերով փոխենք։ Նրանք մեծամասնություն են, սրանք փոքրամասնություն։ Դրանք էլ սրանց պետք է վախեցնեին ԱԱԾ եւ ոստիկանության, պակաս հիստերիկ, ավելի գուցե կոռեկտ ձևով, բայց անելու էին, չէ։ Ցույց տվեք տարբերությունը։ Չկա ԱԺ-ում մի քաղաքական ուժ, որը որակ ստեղծի, որը որակով տարբերվի այդ պոստսովետական աղբից։ Իր ԱԱԾ-ներով ոստիկանությունը ասում է պետության ողնաշարն է, որը չի համարում, որ ոստիկանությունն է ողնաշարը հանրապետության եւ այլն։ Կա Նարեկ ջան, սա մեր դրաման է, եթե ոչ ողբերգությունը, որ 5 հոգանոց խումբ չկա այդ ազգային ժողովում, որ դուրս գա ասի, որ գիտեք ինչ, ձեր ասած արժեքները սխալ են։ Սա է ճիշտը։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, հարցազրույցի համար։ Խնդրեմ։